Բարև ձեզ, Արարատ Նյուզայեմի ուղիղ եթերում կարևոր լուրերն են, տաղավարում աշխատում է Նանե Արզումանյանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Բերլինից։ Այսօր հեծանվային զբոսանքը Բերլինում էր։ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Բերլինից։ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հետևել են Իսպանիա-Անգլիա ֆուտբոլային հանդիպմանը։ Ինչպես է բեռնատարը հայտնվում Դեբետ գետում, մանրամասները տեսանյութում։ Կանոնավոր չվերթներ դեպի Թել Ավիվ։ Fly1 Armenia ավիաընկերությունն այս շաբաթ սկսել է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Թել Ավիվ։ Երևանի Զվարթնոց օդանավակայանից ինքնաթիռները դեպի Բեն Գուրիոն օդանավակայան կիրականացնեն թռիչքներ շաբաթական 2 անգամ չորեքշաբթի և կիրակի օրերին։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այսօր ազդարարվել է Արծիվ գործընկեր 2024 հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։ Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը եւ այլք։ Հնչել են Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական օրհներգերը, Արծիվ գործընկեր զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունի խոսք են հղել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը։ Նախարար Պապիկյանն իր խոսքում բարձր է գնահատել զորավարժության նախապատրաստական գործընթացին մասնակցած Եվրոպայում եւ Աֆրիկայում Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի, Կանզասի ազգային գվարդիայի, որի 2 տասնամյակից ավել հանդիսանում է Հայաստանի գործընկերը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողների, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ներկայացուցիչների եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ազգակազմի աշխատանքը զորավարժության արդյունավետ պլանավորման գործում, ինչպես նաեւ կարեւորել է միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում բարձրացնելուն ուղղված այս համագործակցությունը։ Բացման արարողությունն ամփոփվել է հանդիսավոր երթով։ Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-ից 24-ը Հայաստանում կանցկացվի Արծիվ գործընկեր 2024 հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժությանը ներգրավված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում եւ Աֆրիկայում Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի եւ Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները։ Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման եւ մարտական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաեւ բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը։ Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների եւ վարժանքների գործընկեր երկրներում։ Արարատ Նյուզայեմի ուղիղ եթերում կարևոր լուրերն այսքանն էին։ Հետևեք մեր լրահոսին եւ եղեք տեղեկացված։